Արդեն այս շաբաթ, քաղցր շաբաթն ու համով կիրակին կդառնան մեր ու ձեր սիրելի հաղորդումներից մեկը Շանթի եթերում։ Ասենք, որ շատ հետաքրքիր հաղորդումներ են գալիս եթեր, որոնք որ վստահ են, որ ավելի գեղեցկացնելու են Շանթի եթերները։ Մեր մեդիա ընտանիքի նոր անդամի մասին կպատմենք հենց հիմա։ Մեր այսօրվա հյուրն է Հրաչ Ղուկասյանը, ծրագրի պրոդյուսերը, եւ Դավիթ Գրիգորյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Դե պատմեք, տեսնենք, թե ինչ նորություններ ունենք, նոր հաղորդում, նոր ֆորմատ, թե հին ֆորմատը մի փոքր ավելի փոփոխված տարբերակով։ Չէ, լրիվ նոր ֆորմատի մասին ենք խոսում, համով ու քաղցր բաների, պատկերացրեք ինչ հետաքրքիր է մեր կյանքը։ Հերիք չի համով, միացել քաղցր։ Ժամանակին համովը շատ կար, հիմա արդեն անցել ենք նաև քաղցրին։ Ֆորմատի հենց միտքը եղել է ընթացքում գոյացած գաղափարները, որ ինչի չենք անում նաև խմորեղենային տարբերակ։ Եվ Լիկայի ներկայությունը այս ամեն ինչի մեջ ձեր ներկայությունը բերեց այն մտքին, որ համել շաբաթը ու կիրակին կիսենք, ունենանք համ խոհարարական մաս, համ բեյքրին, չգիտեմ հայերեն ոնց ասենք, քաղցրավենիքների մաս։ Եվ տենց կազմակերպեցինք եւ հետաքրքիր ամենայն դեպս առաջի նկարահանումից տպավորություններն ու զգացողությունները բավականին հետաքրքիր էին, որովհետեւ բացի նրանից, որ նկարահանումը տեղի էր ունենում նոր շնչով, նոր տրամադրությամբ, որտեղ խոհանոցը նույնն է, որտեղ որ մեր շատ սիրելի Գլումովի հետ աշխատում էինք, բայց արել ենք որոշակի դեկորատիվ փոփոխություններ գունային, լուսային եւ այլն։ Բացի այն փաստից, որ խոհանոցում տեղի ունենում են, ինչ որ տեղի ունենում, աշխատող թիմը ունի արդեն հնարավորություն նաեւ քաղցր բաներ ուտելու եւ նոր խոհարարական ձեռքից սնվելու հնարավորություն, որովհետեւ դա ամբողջ նկարահանումախմբի համար բավականին բարձր տրամադրություն է ստեղծում ամեն անգամ նոր հետաքրքիր համով քաղցր բաներ ուտելու։ Այ հարցնենք Դավիթին, ձեր նկարահանման առաջին փորձն է սա ու ինչ տպավորություններ ունեք։ Հրաչ պատմեց, որ տպավորությունները առաջին նկարահանումից իսկապես բուռն են եղել, ձեր տպավորություններով կիսվեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում տպավորությունները բնականաբար շատ տարբերվող են, քանի որ նախկինում նման փորձ երևի չեմ ունեցել, որ հենց վարողի, կառավարողի դիրքերով հանդես գամ։ Իրականում շատ է դուր գալիս ինձ, հետո թիմից էլ է գալիս, որովհետև շատ թեթև մարդիկ են։ Այսինքն ընդհանրապես չի լինում լարվածություն, չի լինում ծանր process, ավելի շատ ընկերական, ուսուցողական, հեռուստադիտողից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև իմ առաջի այս տեսակ փորձն է ու հնարավոր է շատ հմուտ չլինեմ։ Բայց պրոֆեսիոնալների ձեռքում կարծում եմ ամեն ինչ հրաշալի կստացվի։ Այսինքն հենց դա է դրդապատճառը նաև, որ ես այս թիմի մի մասն եմ կազմում, որովհետև վստահում եմ հենց Հրաչի պրոֆեսիոնալիզմին։ Հրաչ, խոսենք Լիկայի եւ Բոնի համադրության մասին, նաեւ սա ինչպես է ստացվում։ Լիկան մի փոքր ավելի էսպես զսպված, ավելի հանդարտ եւ հանգիստ, ինչպես մենք ենք շաբաթը մի քանի օր տեսնում։ Բոնին էլ ավելի էսպես ակտիվ, հումորի պակաս չունի, ինչպես են այս երկու տարբեր կերպարները մի հաղորդման մեջ միասին աշխատում։ Տեսեք, էլի եմ ասում, ամեն ինչ նորովի է, փորձառությունը բոլորս նոր ենք մտնում նման ֆորմատի մեջ։ Գաղափարը ծնվեց նրանով, որ ուղղակի խմորեղեն պատրաստելը մենակ տարբերակով հեռուստատեսային ֆորմատի մեջ կարող է եւ այդ տրամադրությունը չկարողանանք ստեղծել, ինչքանով էլ որ տեսնում ենք, որ Լիկայի փորձառությունը շատ է ինտերնետ հարթակում, ամեն տեսակ բան արված է, բայց հեռուստատեսությունը 40 րոպե տևողությամբ հաղորդում պիտի ստանաս, մենակ մարդը ինչքան խոսի, ռադիո հաղորդավարի կարգավիճակում չհայտնվի, բայց մտքեր կային, թե ում հետ դա արվի, որ դա լինի ֆորմատ։ Եվ կարող լրացնող մեկը մյուսին։ Լրացնող մեկը մյուսին, այստեղ գաղափարները բնականաբար առաջինը հենց հումորային մտածելակերպի մոտեցումն էր ավելի շատ, որովհետև Լիկայի հենց այդ հանդարտությունը պիտի ունենար որոշակի հակասություն։ Տեսեք, օրինակ խոհարարական տարբերակում հստակ պատկեր կա, Լիկան որոշ չափով օգնող եւ վարող եւ Դավիթը խոհարար եւ հստակ իր անելիքի տեր ու գիտելիքով հարուստ մարդ։ Այնտեղ պատկերը ամբողջական էր, բայց այստեղ պիտի մի քիչ ավելի ուրիշ վիճակի գայինք եւ հավատացեք բավականին արդյունավետ էր այդ միտքը, որ Բոնին բնականաբար փորձեր արել էինք մինչեւ կնկարեինք հիմնական հաղորդումը Բոնից անմիջապես առաջի գործողությունից ամբողջ թիմը ծիծաղեց, այսինքն այն կտեսնեք հաղորդման մեջ
բլիթներ ա, որ պիտի բլենդերի մեջ ինքը աղա այդ, տեսեք ինչքան երկար է տևում այդ process-ը, տանջվում է ինքը, ուղղակի բլենդերի ապարատը վերցրած թափահարում է երկար ժամանակ ու բոնին, քանի որ հումորի ասպարեզում արդեն տարիներ շարունակ փորձառությունն է բավականին երկար է, ինքը կարողանում է այնպես մատուցել, որ դա մի քիչ նյուկլյուժին, չգիտեմ հայերեն ոնց կհնչի, բայց տենց Անսամթ։ հա, ինչ-որ այդ վիճակը բավականին հետաքրքրացնում է եւ ասեմ ձեզ, որ շատ հետաքրքիր դուետ ստացվեց, որովհետեւ Լիկան ինքն էր փորձում բոնին որոշակի ժամանակ ինչ-որ բզբզող հարցեր տալ, որը որ նու միգուցե այլ միջավայրում դա իմաստ չունենար, բայց այստեղ շատ արդարացված էր եւ նույն բանը հակառակը, այսինքն նույնիսկ պահեր կար, որ տեսնեք էլի հաղորդման մեջ Լիկան բոնին ասում է, որ այս խմորեղենը պատրաստում է սառնարանում, բորնի մոտ ոնց թե սառնարանում խմորեղեն պատրաստելու որ այնտեղ մի քիչ անսովոր է, չէ, ականջի համար։ Հասավ այն process-ը, որ իրականում պիտի դնեն սառնարանը, Լիկան ասում է բոլոր այն բաները, որը պետք է ասել ջերոցի դեպքում, այսինքն դիր 170 աստիճան։ Ասում ինչ է դնում 170 աստիճան։ Սառնանա դիր 170 աստիճան, ու պատկերացրեք այդ դիալոգի մեջ ինչ կարգի բաներ է, ու բոնին փորձում է դա անել, ասում է, բայց որտեղից սառնանանի վրա այդ ամեն ինչը, ասեմ, ահագին այն ինչ որ պատկերացնում ենք մոտեցանք։ Հիմա ժամանակը ավելի ու ավելի կխորացնի փորձառությունը երկուսի էլ եւ ինձ թվում է հստակ պատկեր կունենանք եւս երկու նկարահանումից հետո ֆորմատային տեսքը ստանալու համար, էլի, որովհետեւ սա երբևէ նման օրինակը չունեցած փորձ է արվում, կարծում եմ կստացվի այն ինչ որ իրականում բոլորս պատկերացրել ենք թիմի հակառակ կողմում, էլ։ Իսկ այս ֆորմատում պատրաստվում եք տեսնել միայն Լիկային ու Բոնին, թե հաղորդման շրջանակներում լինելու են նաև հյուրեր, ոնց մենք տեսել էինք նախկին խոհարարական ծրագրերում։ Դեռևս չէ, հյուրեր չենք ուզում, որովհետև գիտեք ոնց մենք ապրում ենք Հայաստանում եւ Հայաստանում հյուրերի ֆորմատը ամեն ինչի մեջ հյուրերով նույն մարդիկ են ստացվում, ինչքանով էլ որ ուզենք դա չուզենք։ Մեր մեդիա ոլորտի այնքան փոքր է դաշտը, որ այդ փոքրության պատճառով չենք կարողանում վիճակ ստանալ, որ տարբեր լինեն կամ մի քիչ երկար տևի։ Հյուրով ինչ անում ես, մի 3-4 ամիս հետո սպառվում ես ուղղակի։ Բոլոր հյուրերը նույն մարդիկ են ստացվում, իսկ այդ նույն թեմաները։ Նույն թեմաներից նույն ձևով։ Դրա համար փորձում ենք հիմա մի քիչ այլ մոտեցում ցույց տալ, որ այդ տեսակ ու ինչի տրամադրությունն ու դինամիկան հենց երկու ձևաչափի մեջ ավելի հետաքրքիր է լինելու։ Այսինքն Դավիթի ներկայությունը խոհարարական ֆորմատով լինելու է ինֆորմատիվ մաս Դավիթի գիտելիքի եւ փորձի հիման վրա զրույց ստեղծել, Բոնի հետ ավելի շատ հումորային, էլի ինֆորմատիվ զրույց արդեն Լիկայից եկող եւ պատկերացրեք շաբաթվա մեջ նույն տաղավարում երկու տարբեր ֆորմատներ են գրեթե։ Իրանք երկուսն են խոհանոցում են տեղի ունենում, բայց ասեմ ձեզ հետաքրքիր բան կար, որ տարիներ շարունակ խոհանոցային ֆորմատի մեջ աշխատելուց տպավորություն էր, որ դե բանը խմորեղենն էլ նույն տիպի կլինի անելը, բայց ասեմ ձեզ կրկնակի բարդություն էր խմորեղենի վրա, ժամանակատարություն գործոն, այսինքն այն ինչը որ ուտեստի Դավիթի հետ պայմանավորվում ենք 40 րոպեից մի ժամ տևող ուտեստ ենք նախընտրել, որ դրա վրա օքեյ, ամեն ինչ հերթականությամբ տեղի անում, այստեղ մի լրիվ ուրիշ կինո էր այս շերտը, մյուս շերտը, կրեմի քանակը, դա պիտի սառի, դա պիտի տաք լինի, չգիտեմ, մի process-ի հետևից բավականին բաներ, փորձառությունը ցույց տվեց, որ պիտի ունենանք օգնականներ դրա նախապես պատրաստելու համար, որովհետև նկարահանման համար 5 շերտ խմորեղենին անիմաց ժամանակակորում։ Դա պիտի նախապես պատրաստված լիներ, այսպես հիմա փորձում ենք հասկանալ օգնականների ինչ փորձով մարդիկ կլինեն, որ դա այդ ամեն ինչը արագ տեղի ունենա, Այ բարդությունների մասին, նկարահանման ընթացքի մասին մենք կշարունակենք խոսել, սակայն գովազդային դադարից հետո, որպեսզի հետո մեզ միանա նաև Լիկան։ Գովազդ Շանթի եթերում։
Վերադարձանք եւ այն մարդիկ, ովքեր մեզ հենց նոր մոտեցան, հիշեցնենք, որ քաղցր շաբաթն ու համով Կիրակին արդեն այս հանգստյան օրերին կդառնան ձեզ ելի հյուրերը, այսինքն շանս ունին նոր հետաքրքիր հաղորդումներ, որոնց մասին այսօր զրուցելու ենք մեր հյուրերի հետ։ Եվ ինչպես արդեն նշեցինք, մեզ միացավ նաեւ մեր շատ սիրելի Լիկան, իհարկե այս անգամ Լիկան ոչ թե կպատմի թե շաբաթվա կտրվածքով ինչ է հասցրել պատրաստել եւ ինչ է սովորեցել մեզ, այլ կխոսի այն հետաքրքիր եւ համեղ հաղորդման մասին, որոնք շաբաթ եւ Կիրակի օրերին կլինեն եթերում։ Դե Լիկա, պատմեք, ինչ զգացիք, երբ առաջին անգամ ստացաք հրավերը, առաջարկը եւ արդյոք ունեիք մտավախություններ այս երկու իրար նման, բայց իրարից շատ տարբեր ֆորմատներում հանդես գալու համար։ Չէ, մտավախություն չեմ ունեցել։ Իհարկե առաջարկը շատ գերեց, որովհետեւ կարծես ես ինքս իմ ափսեի մեջ նորից ընկա եւ քանի որ հաղորդումը այն հաղորդումը, որը որ ես եմ վարել ժամանակին, այդքան էլ շոու ծրագիր չէր, եւ սա արդեն ավելի շոու է, ավելի հետաքրքիր է, ավելի զարգացած տարբերակն է, ապա իսկապես ինձ համար շատ հետաքրքիր էր եւ ցանկալի, որ նման հաղորդավար լինեմ։ Լիկա, Դավիթին ճանաչում եք, թե արդեն հաղորդման շրջանակներում սկսեցիք համագործակցել։ Չէ, Դավիթին չեմ ճանաչել, բայց արդեն ճանաչում եմ ինձ հաղորդման շրջանակներում։ Ինչպես է ստացվում համագործակցությունը։ Շատ լավ։ Հա։ Իսկ ինչ կասեք Բոնի մասին։ Վայ, հրաշալի։ Դե իհարկե հումոր ես շատ եմ սիրում։ Ջերիկանալ շատ եմ սիրում։ Ինչն էլ պետք է կարծում եմ հաղորդման այդ ֆորմատի համար։ Ֆորմատի համար, բնականաբար։ Հասկացա։ Դավիթ, իսկ առաջին նկարահանման օրը Լիկայի հետ արդյոք չեք ունեցել որոշակի կոնֆլիկտ, որովհետև երկուսն էլ գործում պրոֆեսիոնալ եք եւ կան բաներ, որոնք մի խոհարար պատրաստում է մի ձևով, մյուս ձևով եւ արդյոք դա կոնֆլիկտի որոշակի առումով չի բերել։ Իրականում համամիտ եմ, երևի ամենամեծ բանը այն է, որ մենք ինքներս կոնֆլիկտային մարդիկ չենք։ Ես անձամբ ես անգամ իմ թիմում այտենց կոնֆլիկտային չեմ ջղայնանում կակ մինիմում ու միշտ հնարավորություն կա էլի այտենց իրար հարմարվելու այս պարագայում դաժե չենք էլ փորձում իրար հարմարվենք, որովհետև հարմար ենք։ Մոտ մտածելակերպի իրականում մի բնագավառի մարդիկ ենք, որ այս պարագայում մեզ մոտ միայն տեսախցիկներն են, որ տարբերվող ինչ-որ տեխնիկա է, բայց ինչպես նշեցի մի քիչ առաջ, վարպետը ինքը որ կարգավորում այս հարցերը։ Հրաչ, եթե խոսքը գնում էր խոհարարական հաղորդումների մասին, մինչ այդ ունեիք խոհանոց, որը որ նախատեսված էր համենայն դեպս ուտեստներ պատրաստելու համար, հա, քաղցրավենիքն ինքն իրենով արդեն բավականին տեխնիկա է պահանջում, արդյոք կարողացաք ձեր խոհանոցը այնպես համալրել, որպեսզի Լիկան իսկապես կարողանա իրեն զգա ինչպես իր արտադրամասում եւ կարողանա թխել այն խմորեղենները եւ ստեղծել այն դիսերտները, որոնք մենք տեսնում ենք անընդհատ։ Տեսեք, երբ որ իրականում արդեն նկարահանվող պրոֆեսիոնալի հետ գործ ունես, այդ խնդիրը այնտեղով է լուծվում, այսինքն մենք ունենք մեր հիմնական ջեռոցը կա, հնարավորությունները կա, բայց երբ որ առաջի մեր հանդիպումների ժամանակ եկանք ասանք տեխնիկայի մասին, թե ինչ պիտի անենք տեխնիկան, որովհետև գիտեմ, որ ահագին տարբերություն կա, իրենց թիմը ասեց մենք ունենք, դուք անհոգ եղեք, մենք այդ հարցերը կլուծենք, մեծ տեխնիկան, ասում եմ, ջեռոցը կա, խմորեղենի համար հիմնական եղած բանը մենք ունենք, բայց մնացած մանր բաները, օրինակ եղել է, որ հենց այդ օրը նկարահանումից մի քիչ ժամ առաջ հասկացանք, որ մեր օղակներ են պետք, 20 սանտիմանոց օղակները, որը որ արագ կազմակերպեցինք, ունեցանք իրականում նախապես, երբ որ բաղադրատոմսեր ունենում ես, գիտես ինչ ես պատրաստելու, պրոֆեսիոնալները գիտեն ինչ են ասում, իրենց ինչ է պետք, ճարելը այսօր բարդ բան չի, ամեն ինչ էլ հնարավոր է, զուտ կապեր են պետք արագ անելու համար այդ ամեն ինչը։ Այ բաղադրատոմսերի մասին եկեք խոսենք, ինչպես եք ընտրում բաղադրատոմսերը, ով է առաջարկում, երկու ֆորմատների համար առանձին են ընտրվում, թե բաղադրատոմսը առաջարկվում է, իսկ դուք արդեն որոշում եք, թե դա որ ֆորմատին ավելի կհամապատասխանի։ Իրականում, քանի որ հրուշակագործության մեջ բաղադրատոմսերը ավելի քիչ են, քան սովորական խոհարարության մեջ, այսինքն շատ սահմանափակ են, եւ ես գրեթե հնարավորին չափ արդեն ցուցադրել եմ դեսերտներ եւ խմորեղեններ, ինձ համար բարդ է ընտրություն կատարել եւ ես թողել եմ թմի վրա, որոշեք դուք ինչ եք ուզում, ես պատրաստեմ, ես կգամ եւ կպատրաստեմ։
Բայց ասեմ ձեզ, ի տարբերություն խոհարարականի, խմորեղենը ավելի ամբիցիոզ է։ Խոհարարականի դեպքում լոլիկը երկու անգամ ինչ-որ ձև կտրտելուց, օքեյ, կարող է այս անգամ իմպրովիզ լինի, այնտեղ գրամը։ Ալյուրը, չգիտեմ ինչ է, սենց այդտեղ պիտի հստակ տեղեր ու ձևեր ունենան։ Լիկանել ասեց, դա պիտի պարտադիր պահվի, օքեյ, կպահենք։ Մեր համար չէր եղել այդ դեպքը, որ մենք խոհանոցում բան կշերք դնենք եւ ամբողջ կշերենք, բայց հաստատի կարիքը եղավ ու արեցինք։ Բայց ես գիտեմ, որ Լիկան սիրում է իմպրովիզներ անել, արդյոք հաղորդման շրջանակներում չեք անում, թե Դավիթը թույլ չի տալիս։ Չէ, իմպրովիզներ կոնկրետ Դավիթի հետ մենք խոհարարությամբ ենք զբաղվում, իսկ թխելու առումով սիրում եմ իմպրովիզներ անել, այստեղ Դավիթը ինձ չգիտեմ, թույլ կտա հետագայում ես մի քիչ խառնվել Առանց կշերքի Դավիթ, աշխատի։ իսկ դուք խոհանոցում իմպրովիզների սիրահար եք, թե սիրում եք այսպես հետևել ստանդարտներին։ Իրականում խոհարարությունը ինձ մոտ հենց այդպես էլ դրված է։ Ինքը իմպրովիզացիա, ինքը արվեստ է, ու իր ամենամեծ բարդությունը այն է, երբ որ դու հոգեբանորեն, ֆիզիկապես տրամադրություն չես ունում պատրաստելու։ Այդ ժամանակ անհնար է ինչ-որ բան ստացվի, բայց ամբողջ աշխարհում հիմնական այդ ուտեստների բազան ձևավորվել է հենց այդ ստեղծագործ մտքի արդյունքում։ Եթե դու տեխնոլոգ ես, գիտես ինչպես համադրես տարբեր մթերքներ իրար, անպայման վերջում ստանում ես ինչ-որ օգտակար, կարևոր ու շատ համով բան։ Այս պարագայում մեր առաջնային գործը այն ամենամինիմալ պրոդուկտներով, ամենամինիմալ մթերքներով ստեղծել, ցույց տալ ուտեստներ կամ ուտեստներ, որոնք արդեն ստեղծված են։ Մարդիկ տանը պատրաստեն։ Հուսով եմ իր նպատակին կծառայի հաղորդաշարը, այս պարագայում ուտեստների բաղադրատոմսերը առանձնացնում եմ ես աշխարհի տարբեր խոհանոցներից, որ չկրկնվի, թե հայկական, թե ֆրանսիական, Եվրոպան ենք հիմա ներկայացնում այս պահին, հաջորդ հաղորդումներին արդեն երևի Ազիան։ Բայց եթե խոսում ենք այն մասին, որ պատրաստենք այնպիսի բան, որ հեռուստադիտողը կարողանա տանը նույնը կրկնել, բնականաբար այն պիտի լինի մի փոքր ավելի պարզ բաղադրիչներով, շատ ավելի հասանելի մատուցված։ Արդյոք նաև սա եք, հա, կարևորում, որպեսզի կարողանաք այնպես մատուցել, որ մենք տանը կարողանանք, որովհետև Լիկան կարծեմ արդեն այս փորձն ունի եւ նույն շաբաթվա բոլոր այն քաղցրավենիքները, որ դուք պատրաստում եք, ես հասմիկը առիթ ունեցել եք նշեք, որ մենք էլ ենք պատրաստել տանը։ Իհարկե բան կա ստացել, բան կա ոչ, բայց փորձել ենք։ Համենայն դեպս ամեն բան կարծես թե շատ պարզ է տրված։ Արդյոք սա խոհարարության մեջ եք նաև կիրառում։ Իրականում այո, շատ պարզ բաղադրիչներով ուտեստներ են։ Իմիջիայլոց ասեմ աշխարհի ամենաթոփ ուտեստները, ամենապարզ բաղադրիչներով ուտեստներն են։ Simply the best, հա։ Ու բոլորը գյուղական ծագում ունեն, որը որ ինչ-որ sense, չգիտեմ, հարուստ, այդպես աշխարհիկ մարդիկ չեն օգտվել, երբեմն եղել են ամեն ինչն էլ ծագել է գյուղերից, աղքատությունից ու վերածվել դառել է մշակույթի տարիների ընթացքում, ու մենք այդ մշակույթի կրողներն ու փոխանցողներն ենք։ Հրաչ, արդյոք կբացեք մի փոքր գաղտնիք չվակերտները, թե ինչ մորեղեններ կտեսնենք շաբաթ եւ կիրակի օրերին եւ խնդրում եմ հիշեցրեք, թե որ ժամին կարող են հեռուստադիտողը դիտել մեզ ձեզ։ Հակառակ կողմից գամ 19:00 շաբաթ եւ կիրակի օրերին։ Իսկ ինչ վերաբերվում է գաղտնիքին, չեմ բացի, նայեք, տեսեք։ Ինչի պատմեմ, որովհետեւ իրականում հետաքրքիր է շատ։ Ուղղակի շարունակեմ Դավիթի միտքը, ավելի շատ տեսեք, ես այդ մտքին չեմ, որ ուզենանք բոլորը կարողանան միանգամից դա շատ հեշտ պատրաստել։ Այստեղ գաղափարական մի այլ միտք կա, որ պետք է տեսնել նաև աշխարհի ուտելիքը։ Այս դրամաբանությամբ էլ պիտի շարժվենք։ Այսօր շատ խոհանոցներ Հայաստանում փառկասու բացվում են, տարբեր տեսակի նոր շուկա է ձևավորվում, ռեստորանները կոնկուրենցիա ունեն իրար մեջ, շատ հետաքրքիր նոր ուտեստներ են ի հայտ գալիս։ Ինքս փորձ եմ ունեցել եվրոպական տարբեր երկրներում լինել, ազիական երկրներում լինել ու գիտեք ոնց է, երբ որ բացահայտում ես անում քո համար նոր բանը մենակ այնտեղ լինելով, դա այդքան բոլորին չի տրված այդ հնարավորությունը։ Ես գործի բերումով հայտնվել եմ, փորձել եմ օրինակ, բայց էկրանի առաջ նստած մարդուն, որ կորեական որևէ ուտելիք է ցուցադրում, որ դա հնարավոր է, որ տան պայմաններում մի քիչ որ շատ տրամադրվես պատրաստես, որովհետև հավատացեք, սոուսների տեսակ կա, որ օրինակ այդ ուտեստի մեջ օգտագործվում է եւ դա դու որ գնես չգիտեմ 6 ամսվա մեջ եւս մեկ անգամ կօգտագործես թե չէ, բայց ինքը այսքանը եւ բավականին գին ունի։ Օրինակն եմ ասում։ Բայց ինչի՞ չիմանալ դրա մասին, որ դա հետաքրքիր ուտեստ է, դա համեղ բան է, կարելի է եւ հյուրեր ունենալու դեպքում դրանից պատրաստել եւ վայելել։ Այսինքն
միշտ չի որ պետք է վազել հեշտի հետևից, որովհետև այդտեղ գաղափարը խոհանոցային իրականությունը հետաքրքիր ձևով ինֆորմացիա մատուցել, հասցնել տեղ, որ մարդիկ նաև գիտելիքի տեսքով ունենան, այլ ոչ թե իրենք էլ պատրաստ են ու այդպես, չգիտեմ։ Ես կարծում եմ, որ մեզ ավելի շատ խոհարարական մասում գիտելիք եւ ինֆորմացիա հասցնելու միտք կա այստեղ։ Շնորհակալություն։ Հիշեցնենք, որ շաբաթ եւ կիրակի օրերին դուք կարող եք 19:00-ին միանալ Շանթին եւ դիտել այս հետաքրքիր երկու տարբեր ֆորմատներով հաղորդումները։ Քաղցաշաբաթ եւ համով Կիրակի։ Իսկ եթե չեք հասել հեռուստատեսությամբ դիտել, ապա մեր սոցհարթակներում բոլոր հաղորդումները կարող եք ընտրել որ ժամին, որ ուզում եք եւ դիտել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք անցնենք առաջ Գավազ Չանթի եթերում։